Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ընտրատեղամասերն արդեն բաց են, քվեարկությունը սկսված։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կընտրի նոր խորհրդարան, որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 105 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Քվեաթերթիկում քաղաքական ուժերը ներկայացված են հետևյալ հերթականությամբ։ Համար առաջին ռեֆորմիստների կուսակցություն, երկրորդ բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, երրորդ ուժեղ Հայաստան դաշինք, չորրորդ Հայաստանի շնորհապետական կուսակցություն, հինգերորդ նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, վեցերորդ միասնության թևեր կուսակցություն, յոթերորդ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, ութերորդ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություն, իններորդ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, 10-րդ Հայ ազգային կոնգրես կուսակցություն, 11-րդ Հանրապետություն կուսակցություն, 12-րդ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն, 14-րդ Ժողովրդավարական համախումբ կուսակցություն, 15-րդ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն, 16-րդ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 17-րդ Հայաստան դաշինք, 18-րդ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ դաշինք կուսակցություն, 19-րդ Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Ի սկզբանե ընտրությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն քվեարկությունից օրեր առաջ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ դուրս եկել ընտրապայքարից։ Այսինքն այսօր ընտրատեղամասերում քաղաքացիները չեն հանդիպի 13 համարի քվեաթերթիկին։ Խորհրդարանն անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները 8% ձայն։ Ընտրությունը տեղի կունենա համամասնական ընտրակարգով եւ դրա արդյունքով կորոշվի ոչ միայն խորհրդարանի կազմը, այլև առաջիկա 5 տարիների քաղաքական օրակարգը։ Հայաստանում ընտրելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 2,485,851 քաղաքացի։ Ընտրական գործընթացը կազմակերպվել է այնպես, որ քվեարկելու հնարավորություն ունեն հետևյալ նաև հատուկ խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանցից 22,734 ընտրող ընդգրկված է ըստ գտնվելու վայրի, այսինքն քվեարկելու է այն տեղամասերում, որտեղ տվյալ պահին գտնվում է։ 492 քաղաքացի հաշվառում չունեն, սակայն նույնպես ներառված են ընտրական գործընթացում եւ կարող են մասնակցել քվեարկությանը։ Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում ստացող ընտրողների թիվը 627 է, նրանց համար եւս ստեղծվել են պայմաններ քվեարկելու համար։ Իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող 8 քաղաքացու համար կազմակերպվել է հատուկ ընթացակարգ, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրականացնել իրենց ընտրության իրավունքը։ Երևանում ընտրողների թիվը 843,278 է, մարզերից ամենամեծ ընտրազանգվածը Կոտայքի մարզում է, 238,979 ընտրող, իսկ ամենափոքրը Վայոց ձորում 43,751։ Ընտրատեղամասերը արդեն մի քանի րոպե է բացվել են եւ ընտրողները սկսել են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Նշեմ, որ Հայաստանում այսօր գործում է 2008 ընտրատեղամաս։ Մեր նկարանող խմբերը տարբեր ընտրատեղամասերում են։ Այս պահին միանանք Սեդա Մակարյանին, որը Էրեբունի վարչական շրջանի 10 կոտորակ 24 ընտրատեղամասում է։ Բարի լույս Սեդա, ինչ վիճակ է այս պահին ընտրատեղամասում, գիտեմ, որ դու եւս պատրաստվում ես քվեարկել, ուստի խնդրում եմ մեր հեռուստադիտողին եւս մեկ անգամ հիշեցնել քվեարկության կարգն ու հիմնական կանոնները։
Բարի օր Սվետլանա, բարի օր հարգելի հետևորդներ, այո, այսօր հունիսի 7-ն է, խորհրդարանական հերթական ընտրության օրն է, ընտրատեղամասերն արդեն մի քանի րոպե բացվել են, առաջին քաղաքացիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը, Սվետլանա, ես հիշեցնեմ, որ երեկ մի քանի լրատվամիջոցներում ապատեղեկատվություն էր տարածվել, թե իբր արտերկրից Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները ընտրություն կատարելուց հետո չեն կարողանալու լքել հայրենիքը եւ վերադառնալ այնտեղ, որտեղ աշխատում են, քանի որ նրանց անձնագրերում ինչ որ նշումներ են արվելու։ Նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ABC մեդիայի հետ զրույցում հերքել է ընտրության ընթացքում որևէ մեկի անձնագրում որևէ նշում, որևէ կնիկ չի դրվում։ Ես հիմա ձեզ հետ միասին կգնամ այս ընտրատեղամաս, որտեղ ես եմ ընտրելու, միասին կկատարենք ընտրությունը, ես կկատարեմ իմ քաղաքացիական պարտքը, միաժամանակ նաեւ կհիշեցնեմ, թե ինչպես է ընտրության կարգը։ Գնացինք։ Հարգելի հետևորդներ, քանի որ մենք ԶԼՄ ներկայացուցիչ ենք, առաջինը մոտենալու ենք հանձնաժողովի քարտուղարին, որպեսզի գրանցի մեր լրատվամիջոցը, բայց դուք երբ մոտենաք ընտրական ընտրատեղամաս, անպայման առաջինը մոտենում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, ովքեր սարքի մոտ են աշխատում։ Եկեք։ Այժմ ես նաև կկատարեմ իմ քաղաքացիական պարտքը, ես այս ընտրատեղամասում եմ քվեարկելու։ Ձեր անձնագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին տալուց եւ կտրոնը վերցնելուց հետո մոտենում եք ընտրացուցակին, որտեղ ձեր անունն է, դուք այնտեղ պիտի ստորագրեք։
Ինչպես տեսնում եք, մի փոքր հերթ է, սպասենք մինչև մեր հերթը կգա։
Մինչ ինչպես տեսնում եք, իմ գործընկեր Սեդա Մակարյանը ընտրություն է կատարում, հիմա ուղիղ կապ հաստատենք մեր մյուս գործընկերոջ Անի Աբաղյանի հետ, որը գտնվում է Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում։ Բարի լույս Անի, ինչ վիճակ է քո ընտրատեղամասում։ Բարի լույս Սվետլանա, այս պահին ես վաղաշաբաթում եմ 14 կոտորակ 11 ընտրատեղամասում, այստեղ կարծես քաղաքացիները ակտիվ մասնակցում են ընտրությանը, բայց ավելի ստույգ իմանալու համար մենք այս պահին զրուցելու ենք հանձնաժողովի նախագահի հետ։ Տիկին Գաբրիելյան, ուզում եմ ներկայացնեք իրավիճակը, նախ քանի ընտրող այստեղ իրավունք ունի ընտրելու եւ քանիսն է արդեն ընտրել։ 14-ի դրոպ 11 տեղամասն է, տեղամասը բացվել է 8:00, ամեն ինչ նորմալ է, 8:00 դրությամբ ունենք արդեն 25, բացվելուն հետ, հենց ընտրողները եկել են, ունենք արդեն 25 ընտրող, շատ ակտիվ մասնակցում են մեր քաղաքացիները։ Իսկ քանի հոգի է գրանցված այստեղ ընտրելու իրավունք ունեցող։ 1837։ Միշտ է այսպես եղել։ Քաղաքացիների ակտիվությունը նկատի ունեմ։ Հա, ակտիվ են լինում։ Համենայն դեպս նայած երևի տեղամաս, բայց իմ տեղամասում տեսնում եք։ Շատ լավ, խախտումներ արձանագրվել են մինչ այս պահը։ Ոչ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ խաղաղ է։ Մեզ լավ օր եմ ցանկանում բոլորիս։ Շնորհակալություն։ Սվետլանա, մենք շարունակում ենք այստեղ մեր ուղիղ հեռարձակումը, ինչպես հանձնաժողովի նախագահն ասաց, այստեղ արդեն 20-ից ավելի քաղաքացի մոտեցել է ընտրության եւ նա գնահատում է ակտիվ մասնակցությունը։ Մենք շարունակենք ուղիղ հեռարձակումն այստեղ, լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ ընթացքում։ Շնորհակալություն Անի, այժմ կրկին վերադառնանք Սեդա Մակարյանին, տեսնենք ինչպես կատարեց ընտրությունը։ Հիմա ես բարձրախոսը կփոխանցեմ իմ գործընկերոջը եւ կգնամ քվեախցիկ կատարելու իմ ընտրությունը։ Այժմ երբ ես իմ ցանկացած քվեաթերթիկը գրեցի ծրարում, մոտենալու եմ, որպեսզի կատարեմ վերջնականապես իմ ընտրությունը։ Այս կտրոնը, որը նախապես ինձ տվել էին, ծրարի մեջ դրված քվեաթերթիկի հետ միասին հանձնում ենք հանձնաժողովի մյուս անդամին։ Վերջ, ես քվեարկել եմ, գնացինք։ Շնորհակալություն Սեդա, ընտրատեղամասերից մեր ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մենք այսօր աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, յուրաքանչյուր 2 ժամը 1 կլինենք ուղիղ եթերներում, կունենանք նաև ուղիղ միացումներ, հարցազրույցներ ինչպես թեկնածուների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ, այնպես որ շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am ABC լուրերի հաջորդ արտահերթ թողարկումը ժամը 10-ին է, կհանդիպենք։